Ողջույն բոլորին, այս տեսանյութում ապրիլի 30-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 20:06 դեռ կլինի լուսնային 13-րդ օրը։ Սկսված արդեն 20:06-ից մինչև մայիսի 1-ը ժամը 21:28 կլինի արդեն լուսնային 14-րդ օրը։ Լուսինը այսօր կանգնած դիրք ունի 1 օր կարելի ասել ժամը 12:51-ից մինչև գիշեր ժամը 23:02։ Ապրիլի 30-ին մինչև ժամը 20:02 լուսինը գտնվելու է կշեռք նշանում, այնուհետև անցնում է կարիճ նշան։ Երբ որ կշեռք նշանում է, ապա երիկամները, միզածորանը, միզապարկը, երակները, մաշկը, ենթաստամոքսային գեղձը, ինսուլինը և գլյուկագոնի մակարդակը։ Այս օրգանները բավականին զգայուն են և ուշադրության կարիք կունենան, և երբ որ արդեն կանցնի կարիճ նշան, սեռական օրգանները, ուղիղ աղիքը, հետանցքը, միզուկը, սեռական գեղձերը, ձվարանները, շագանակագեղձը, ցողունային ոսկորը, գեները։ Մարմնի օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ևս ունեն։ Երբ որ լուսինը գտնվում է արդեն կարիճ նշանում, բացարձակապես չի թույլատրվում վիրահատություններ անել, որովհետև այդ օրը նաև տեղի ունենալու լիալուսին դա լինում է արդեն մայիսի 1-ին։ Դրա համար օրվա երկրորդ կես կարելի ասել, ընդհանրապես, երբ որ արդեն լիալուսին է մոտենում, լավ կլինի, որ նմանատիպ օրերին վիրահատություններ չանեք։ Երբ որ անցնում է կարիճ նշան, ուղղակի պետք է զգուշներ։ Եթե նոր է դեռ ժամը կարող եք, բայց ավելի լավ կլինի ընդհանրապես սպասել այս օրերին, որովհետև արդեն իսկ ազդեցությունը կա այնտեղ 1 աստիճան կարող է տարբերությունը լինել, միևնույնն է տարբերությունը արդեն կարող եք զգալ։ 14-րդ օրվա խորհրդանիշը խողովակն է, կանչը, նաև շփորը։ Նաև դա կոչվում է հորնկոչում է։ Օրվա կարգախոսը լուրջ մոտեցումը հաջողության գրավականն է։ Օրվա գույնը կապույտն է։ Օրվա քարերն են հիացինտը, նեֆրիտը և ժադեիտը։ Հարկավոր է այսօրը հատուկ ուշադրություն դարձնել մեզ հետ կատարվող իրադարձություններին։ Հմտությունների կատարելագործման օրն է, ավելի շուտ կյանքի իմաստի որոնման և ինքնակատարելագործման օրը։ Ոչ մի դեպքում չպետք է գործեք պահի ազդեցության տակ, քանի որ կարող եք սխալներ անել և հայտնվել անելանելի դրության մեջ։ Կարող եք զգալ ձեզ ավելի ցածր, ձեր ինքնագնահատականը կիչեցնեք։ Կարող եք ասել սա չի ստացվում մոտս, նա չի ստացվում, իմ ձեռքից ոչինչ չի գալիս և նման այլ մտքեր։ Դա կապված կլինի հոգեբանական ճնշման հետ, որն այսօրվա հետ է կապված։ Բայց դժվար թե կգտնվի այնպիսի մարդ, ով իրանից բացարձակապես գոհ է։ Պարզապես այսօր կարող է դա ավելի շատ սրվել, և ինչպես փորձն է ցույց տալիս, լուսնային այս օրերին ավելի շատ են մարդիկ ինքնասպանության փորձ անում կամ անգամ մտածում դրա շուրջ։ Պարզապես պետք է ինքներդ ձեզ ասեք, որ դա այդքան էլ մռայլ չէ, որ բոլորը չէ, որ իդեալական են, և միշտ չէ, որ բոլորի մոտ ստացվում է, կամ որ շատերն են բաժանվում իրենց սիրելիներից։ Յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելք կա, և կա այնքան, որքան մարդը ողջ է։ Այս կյանքը պայքար է, գալիս ենք և անցնում փորձությունների միջով և հեռանում, այնպես որ այս կյանքում պետք է ապրել այնպես, որ մեր կյանքի սխալների կառման չանցնե սերնդեսերունդ։ Երբ մենք բացահայտենք մեր անհատականությունը, այդ դեպքում կհասնենք արդյունքների, կհասնենք հաջողության։ Այսօր մարդիկ իրենց կյանքը թողած ուրիշի կյանքով են ապրում, իր կյանքով տառապում և ուրախանում, բայց չենք հասկանում, որ մեր կյանքն է մեր կողքով անցնում, որ պետք է մեր մտքերը հավաքել, մեր ուժը կարգի բերել, որպեսզի ունենանք այն, ինչ ցանկանում ենք։ Մենք ինքներս մեզ պետք է հասցնենք ինքնակատարելագործման, պայքարենք մեր բացասական մտքերի դեմ։ Սա ավելի արդյունավետ է, քան մելամաղձության մեջ ընկնելը։ Այսօրը կարող է վատ անդրադառնալ մեր տրամադրության և առողջության վրա, ուշադիր եղեք նաև ձեր առողջությանը։ Կա միայն մեկ փրկություն, որ ինքներդ ձեզ ասեք, որ այսօրվանից ապրելու եք ուրիշ կյանքով, մտածելու եք ուրիշ կերպ, և ասեք, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է։ Այսօր լավ է անգամ նոր գործ սկսելու համար, նման հնարավորությունը հարկավոր չէ բաց թողնել,
հատկապես լավ է սկսել լայնածավալ ծրագրեր, քանի որ այսօրվա սկսված գործերը հաջող կզարգանան և հաջողություն կունենան մոտակա 6 ամսում։ Այսօրը այդքան էլ հարկավոր չէ շատ հեղուկ օգտագործել, նաև այնպիսի սնունդ ուտել, որին այդքան էլ ծանոթ չեք, քանի որ կարող է օրգանիզմը չընդունել դա։ Հղիություն։ Այսօրվա բեղմնավորված երեխան շատ ուժեղ կապ կունենա այլ աշխարհի հետ։ Իր նախնիները իրեն շատ կօգնեն, կբռնեն ձեռքը ամեն սխալի դեպքում և կառաջնորդեն իրեն, բայց հարկավոր չէ մտածել կհղիանամ այսօր թե ոչ։ Այսօրվա ծնվածներին ճակատագիրը շատ կօգնի։ Ճակատագրի օգնությամբ իրենք բոլորը առաջատարներ կլինեն։ Իրենք միշտ կոչում են ունենում և անցնում են բոլոր խոչընդոտների միջով, ասես ոչինչ չի եղել։ Նրանց բնորոշ է գերելու կարողությունը և հեշտությամբ են հարմարվում ցանկացած իրավիճակի հետ։ Իրենք միշտ բարձրանում են և էլի ու էլի բարձրանալու տեղ ունեն։ Ներքուստ նրանք շատ մաքուր են, ցանկացած խաբեության և կեղծիքի հանդեպ անընդունելի։ Այսօրը ծնված մարդիկ անպայման կոչումներ են ունենում։ Միշտ պատրաստ են գնալ դեպի բարձրունք, միայն հարկավոր է դրդել նրան դեպի դա։ Նրանք խորամանկ են, կարող են գերել մարդկանց, նաև լուսինն իր ազդեցությունն ունի այս մարդկանց վրա։ Այս մարդիկ միշտ հեղինակություն են փնտրում, չնայած որ մարդիկ իրենց համարում են շատ կարևոր մարդ, քանի որ նրանք գրավում են մարդկանց և կարողանում առաջնորդել իրենց։ Իրենք ինքնակատարելագործվում են և հանում են իրենց միջից ամեն չար հակում։ 14-րդ լուսնային օրը հիվանդությունները համարվում են ոչ վտանգավոր, նրանք արագ են բուժվում, բայց այսօրը վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Այսօրը աչքերը հատկապես գայուն են, աշխատեք չծանրաբեռնել ձեր տեսողությունը։ Հարմարորեն նաև ցանկացած տեսակի վերանորոգման և շինարարության համար։ Կարող է այսօր չկարողանաք կենտրոնանալ, թե ինչ սանրվածք եք ուզում անել, այսօր ավելի լավ է ձեռք չտալ ձեր մազերին, թող մնան այնպես, ինչպես որ կան։ Կարող է որոշ շփոթություններ և անհարմարություններ առաջանան, եթե իրենց ձեռք տաք։ Կսկսեք կասկածել ձեր գործողությունների ճշգրտության մեջ, ձեր ծրագրերի հարցում նույնպես։ Կարող են առաջանալ ճնշման տատանումներ, կարող է ամեն ինչ ընկնել ձեր ձեռքից, ձեզ թույլ կզգաք, մի խոսքով հարկավոր չէ ոչինչ անել այսօր ձեր մազերի հետ, մի կտրեք, մի հարդարեք։ Ավելի լավ է, եթե բիզնես չունեք, զբաղվեք ձեր հոբբիով, այսօր հարկավոր չէ ձեռքերը ծալված նստել։ Մազերի ներկում։ Կարող եք թարմացնել ձեր մազերը, բայց երանգը մի փոխեք, ներկեք միայն արմատները, եթե դրանք ձեզ անհանգստացնում են։ Կարող եք որոշ մուսեր օգտագործել ժամանակավոր երանգ ստանալու համար։ Սովորաբար այսօրը լավ է մազերը ուղիղ գծով բաժանելու համար։ Բիզնես և աշխատանք։ Այսօրվա սկսված ցանկացած գործ հաջողություն կունենա։ Կարող եք մասնակցել որոշ դասընթացների, սեմինարների և այլն։ Հիանալի օր է ձեր սիրելի զբաղմունքով զբաղվելու համար, ինչպես նաև ձեր տաղանդներն ու կարողությունները զարգացնելու համար։ Եթե անգամ վստահ եք, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, ապա միևնույն է, պետք է սկսեք։ Ինչպես ասում են, եթե աչքերը վախենում են, ապա ձեռքերով արեք։ Բարենպաստ օր է գործնական հարաբերությունների ճամփորդությունների համար։ Միայն հարկավոր է զգուշություն և մանրակրկիտ ուսումնասիրություն ամեն ինչում։ Անձնական կյանք։ Լուսնային 14-րդ օրը մարդիկ հակված կլինեն ավելի շատ աշխատելուն, քան որևէ սիրային հարաբերություններին կամ նաև հանդիպումներին։ Նրանք կնախընտրեն աշխատել, այնպես որ այսօր մի նեղացեք ձեր սիրելիներից, եթե իրենք կարևորություն տան աշխատանքին, բայց միայն այսօր։ Ոմանք կցանկանան մասնագիտական ձեռքբերումներ ունենալ, հասնել դրան, ոմանք կցանկանան տունը կարգի բերել կամ երեխաների կրթությամբ զբաղվել, բայց ոչ սիրային հանդիպումներ ունենալ։ Այսօր բարենպաստ օր է գուշակությունների համար, բայց ոչ հայելու հետ կապված։ Փորձեք ուրիշ հայելիներում քիչ նայել։ Նաև այսօրվա երազները կատարվում են միայն այն դեպքում, երբ դուք ոչինչ չփոխեք ձեր կյանքում։ Դրանք ձեզ հուշում են, որ պետք է ուրիշ կերպ ապրել։ Վատ երազներից ազատվելու համար կարող եք օգտագործել աղի ազդեցությունը։ Պարզապես գիշերը պետք է աղ լցնել տարայի մեջ, գլխի և ոտքերի մոտ, իսկ առավոտյան այդ աղը թափել զուգարանում։ Եվ այգեգործության համար այսօր բույսերը ջրելը անցանկալի է։ Եվ ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Գործարար բանակցություններ և անձնական շփում, ընտանեկան հավաքույթներ, ֆինանսական գործարքներ, տան բարելավման համար գնումներ կատարել, գործուղումներ և զբոսանքներ։
Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, պատահական հանդիպումներից, ֆլիրտներից, անծանոթ ուտեստներից և արագ սնունդից։ Եվ այսօր բարենպաստ է խալերի հեռացումը, նաև բարենպաստ է վարկ վերցնելու համար, գումար հետ գցել, հավաքել, նոր բան սկսել, գնել դրամապանակ, անշարժ գույք ձեռք բերել, բնակարանը մաքրել, խոսել տնօրենի հետ, հարցազրույցի համար է շատ լավ, կահույքի վերադասավորման համար, վերանորոգման աշխատանքների սկզբի համար, ճանապարհորդելու համար, տեղափոխություն և բնակարանամուտ, ձվերը դնել ինկուբատորում և կենդանիներին ամորձատել, ամուսնալուծության համար է շատ լավ, մարդկանց հետ ծանոթանալու համար է շատ լավ և հաշտվելու համար է շատ լավ, հոնքերի և թռչիչների ուղղման համար է լավ և այգեգործության համար, սածիլների համար, պղպեղ հավաքել, սխտոր հավաքել, մանրացնել կաղամբը, վարունգ տնկել, պահպանել վարունգը, գազեր տնկել, բույսերը կտրել, աստերնել, հատումներ կատարել, ձմերուկի համար է շատ լավ, խաղողի տնկում, պտղատու ծառերի կտրում, կարտոֆիլ տնկել, ելակի սերմերը տնկելու համար է շատ լավ։ Եվ հարսանիքը նաև չեմ նշել, շատ լավ օր է նրանց համար, ովքեր երկրորդ անգամ են ամուսնանում։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։